Ողջույն, 18-րդ դասն է, անցնում ենք 34 և 35-րդ էջերին։ Այսօրվա մեր թեման է երկու ակորդների մասին է, նոր ակորդ ենք սովորելու, the G major and D7 chords for left hand։ Այսինքն G մաժորը, սոլ մաժորը մենք արդեն անցել ենք, այդ գլխավոր սոլ մաժորը շատ հեշտ է, այն սոլ սի ռե, հա, առանց շրջվածքի է ինքը, հենց գլխավոր արմատն է, որը որ մեծ տերցյալ, գումարած փոքր տերցյալ, իսկ մինորը սոլ սի բեմոլ է, հա, այսինքն մենք դեռ չենք անցել մեծ ու փոքր տերցյանները, կանցնենք դեռ դա, սա ընդհանրապես ասում եմ, որ ինքը այդպես տարբերվում է մինորը մաժորից, ու սա ուրախ է հնչում, մաժորի մեջ ենք գտնվում, հետո արդեն անցնելու ենք հաջորդը իրար մոտ գտնվող շրջվածքով D7, այսինքն ռե սեպտիմ ակորդն ենք անցնելու, ֆա դիեզ դո ռե, ֆա դիեզ դո ռե, այստեղ արդեն լյան հանված է, իսկ արմատը D7-ի ունակ ռե ֆա դիեզ լա դո, ռե ֆա դիեզ լա դո, սա արդեն մեր արմատն է, որտեղ անհանված է, այսպես է հնչում, իսկ այով, այսպես, հիմա սեպտիմ ակորդներում հաճախակի այդպես օգտագործվում է, հա, որ բաց է թողնվում, ասենք մեկ նոտա, դա 5-րդն է, իսկ այստեղ արդեն տեսեք, շրջվածքը ֆա, լա, դո, ռե, դո դիեզ լա, դո, ռե, հետո լա, դո դիեզ ռե, ֆա, լա, դո դիեզ ռե, ֆա, հետո արդեն դո դիեզ ռե, ֆա, լա, սա է արդեն, իսկ այստեղ արդեն մենք ունենք իհարկե առաջին մեր շրջվածքն է, ռե սեպտիմ ակորդի առաջին շրջվածքը, դրա մասն է այսօրվա մեր թեման, այստեղ ասում է practice changing from the G chord to the D7 chord and back again, սա էլ արդեն տեսնում է, որ պետք է մենք հիմա վարժեցնենք, փոխել այդ սոլ մաժոր ակորդը ռե սեպտիմ ակորդով, հա, այսպես փոխում ենք հաջորդաբար, որ սովորենք, հետո այստեղ արդեն այդ կանոնն է, ինչպես նախորդում անցել ենք, օրինակ առաջին մատը D inverted chord, այսքան ռեն մնում է երկու ակորդներում էլ նույնը, հա, այսպես, ռե, հետո, այս ռեն մնաց նույնը, իսկ այստեղ արդեն place-ի in the D7 chord, այսինքն, տեսեք ասում է, իսկ երկրորդ ակորդում D7-ում արդեն C է գնում է դեպի դո, այդ սին գնում է դեպի դո, հիմա արդեն, այստեղ արդեն հիմա որ վագում եմ, ինչ ատեղ է, այստեղ եկավ արդեն D7-ում գնաց դոյի վրա, իսկ արդեն այստեղ ասում է only 5, այս 5-րդ մատը, ինչ ա լինում, իջնում է, այստեղ տված է, moves out of G position down to 5, այսինքն F sharp, այստեղ ասում է 4D7, sorry, հիմա այստեղ ասում է, իսկ D7-ում ակորդում այդ իջավ դեպի ֆա դիեզ, սոլ սի ռե, 5-րորդը իջավ դեպի ֆա դիեզ, սա մասին այս կանոնը միշտ ամեն ակորդներում էլ արդեն կտրվի, իսկ այստեղ տեսեք արդեն մեր վարժանքն է, որ անընդհատ կարող եք կրկնել, հետո play the following 7 times, ասում է, որ այս հաջորդաբար կվտեք մի քանի անգամ կրկնեք իհարկե, 4 քառորդի մեջ այդքուն դուք դանդաղ պետք է նվագեք, այստեղ արդեն փոփոխված է տեմպը, 14 քառորդ ու կես նոտաներով է գնում, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այսպես գնում է, իսկ այստեղ ասում է preparation, այսինքն for the cuckoo, այս կուկունը երկա հաջորդ էջում արդեն պետք է նախապատրաստենք, հա, ուրեմն այստեղ այստեղ 3 քառորդի մեջ է արդեն 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, ուրեմն հասկացանք, որ preparation for the cuckoo նախապատրաստեցինք այս ակորդները, հիմա արդեն անցնենք հաջորդ էջ, անցանք հաջորդ էջ, այստեղ արդեն գտնվում է մեր the cuckoo, այսինքն կուկու է, էլի կուկուի մասին է, ինչ-որ ժողովրդական, ամերիկական, տրադիցիոնալ երգ է էլի համարվում, այստեղ ավելի happily, ուրախ է հնչում, այստեղ ունենք 3 քառորդ ունենք, տեսնում ենք մեր լեգատոները անցել ենք արդեն, որ պետք է շատ հարթ իրար հետ նվագենք,
Այստեղ մենք անցել ենք արդեն մեր դիեզները, շատ դիտենք մեր ֆայի գիծը, օրինակ դիեզը 4-րդ մեր գծի վրա գտնվում է ֆան եւ նրանից առաջ գտնվում է արդեն այդ նշանը, որը պետք է նվագենք ֆա դիեզ։ Ֆա դիեզ ենք նվագելու ֆայի փոխարեն, որը մեկ հնչյուն բարձրանում է վերև, այդպես կես տոն համարվում է։ Ակորդները տեսնում ենք 3 օրինակ քառորդ ակորդ պահվում է սրանք, սա մեր սոլ մաժորն է, սոլ մաժոր, հետո գալիս է ռե սեպտիմ ակորդ, սոլ մաժոր։ Գտնվում ենք սոլ պոզիցիայում, չմոռանամ ասեմ, որ մեր սոլ դիրքը պետք է վերցնենք, շատ կարևոր է, որ իմանանք, որ հեշտ լինի ակորդները գտնել, այսպես, այստեղ էլի, այստեղ ունենք կապվող նոտա, տեսեք, այսինքն պետք է պահենք 1, 2, 3, 4, 5, 6, 1, 2, 3, 4, 5, 6, այստեղ էլ 1, 2, 3, 4, 5, 6, պահող նոտաներ ունենք, այստեղ լեգատոներ ունենք, այսինքն առաջինի վրա պետք է շեշտը դրվի, օրինակ 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, Տեսեք, այսպես շատ ավելի ճիշտ է հնչում, որ առաջինի վրա դնում ենք մեր շեշտը, երկրորդը արդեն փոքր-ինչ հանգչում է։ Այսպես, լեգատոներն են ու ակորդները, այս սիմվոլները վերևում արդեն տրված է, կարող եք արդեն դուք սրանք հեշտությամբ կարդալ, որտեղ որ տեսնեք այս ակորդները, արդեն կարող եք միանգամից այն նվագել։ Այստեղ մատներն են նշված, տեսնում ենք, օրինակ 5, 3, 1, 5, 3, 1, իսկ այստեղ արդեն տրված է նորից 5, 2, 1, նորից պետք է վերցնենք, այդ անցումը պետք է կարողանանք կատարել, մատներն էլ այսպես նույնն է, ինչ ունենք, էլ ոչ մի բան չունենք, մնում է արդեն, որ նվագեմ, սա իհարկե էլի շորթերում դրվել է, դուք կլսեք այն, կարող եք արդեն լսել, հիմա ես արդեն կփորձեմ այն նվագել, այստեղից ենք սկսելու, աջ ձեռքը այստեղ է գտնվում, եթե սոլ դիրքն ենք վերցրել, իհարկե այստեղով 5-րդ մատով սկսելու ենք, իսկ ձախ ձեռքը վերցնում ենք արդեն մեր ակորդը, հիմա, մեկ անգամ կնվագեմ, 1, 2, 3, կրկնվում է, այստեղ ունենք մենք կրկնողության նշան, Շատ հեշտ, սա է, դուք կարող եք ինքներդ առանձին նվագել, իհարկե սկզբում նվագեք այս հարմոնիշ ակորդները, այսինքն իրար հետ միաձայն որ հնչում են, սկզբում նվագում եք, երբ որ արդեն բաժնում եք, հաշվելով իհարկե 1, 2, 3, 1, 2, 3, այսպես, հետո արդեն աջ ձեռքը առանձին, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, այսպես սովորում ենք, վարժում ենք, հետո արդեն միացում ենք, կարող ենք այսպես տակտ նվագել սովորել, հետո միացնել քիչ-քիչ, հետո 2 տակտ ավելացրեք, հետո 3-րդը, 4-րդը, այսպես արդեն կստացվի։ Սա էր այսօրվա դասը, արդեն հաջորդ էջից կանցնենք 36-ը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, հաջողություն։